Դուք կարող եք դառնալ խնամատար ծնող կյանքի դժվարին իրավիճակում հայտնված եւ խնամքի կարիք ունեցող երեխաների համար։ Ծրագիրը սոցիալնախարարությունն է ներկայացրել, նշելով թե ովքեր կարող են լինել շահառուները։ Խնամատար ծնող կարող եք դառնալ, եթե մշտապես բնակվում եք Հայաստանի Հանրապետությունում, չափահաս եք, վերջին 5 տարիների ընթացքում չեք հաշվառվել ոստիկանությունում որպես հասարակական կարգը խախտող, երեխայի ու ընտանիքի շահերի դեմ ուղղված հանցանք կատարած անձ։ Բայց արդյոք այս չափորոշիչները բավարար են երեխայի շահերը լիարժեք ապահովելու համար։ Խնամքի հաստատություններում, լինի մանկատուն թե խնամքի կենտրոն, երեխաների հետ աշխատում են մանկավարժներ, հոգեբաններ, հատուկ մասնագետներ։ Սահմանված չափորոշիչները բավարար չեն ապացուցելու տվյալ խնամատար ընտանիքում կարող են ապահովել երեխայի պատշաճ խնամքը, պնդում է փաստաբանը, մտահոգիչ համարելով նաև իրավիճակները, երբ խնամատար ծնողը կարող է չունենալ բավարար հոգեբանական կամ բարոյական պատասխանատվություն։ Կան մարդիկ, օրինակ, որոնց հոգեկան վիճակը այնպիսին չէ, որ հաշվառվեն հոգեբուժարանում, բայց հոգեբուժական առումով խնդիրներ ունեն։ Գուցե օրինակ անձը հաշվառված չի ոստիկանությունում, սակայն տանը օգտագործում է ալկոհոլ, կամ երեխայի հանդեպ հոգեբանական բռնություն կիրառի, կամ օրինակ վերցնի երեխային ձևակերպի խնամատար լինելը, գումար ստանա պետությունից, սակայն այդ ընթացքում Հայաստանից բացակայի, գնա աշխատանքի։ Փաստաբանի կարծիքով նման պարագայում երեխայի շահերից է բխում, որ նա մնա խնամքի հաստատությունում, որտեղ մշտապես վերահսկողություն է գործում։ Կան նաև հետևյալ խնդիրը, երբ երեխաները մնում են առանց ծնողական խնամքի ու տեղավորվում են որևէ հաստատությունում, ապա երեխան հարմարվում է մտքի հետ, որ երկարատև է լինելու բնակությունը այդ հաստատություններում եւ ինքն իր համար ֆիքսում է, որ դա է իր բնակության վայրը։ Իսկ եթե խնամատար ընտանիքում է եւ հետո այդ ընտանիքը հրաժարվում է երեխայից, դա լուրջ վնաս կարող է պատճառել նրա հոգեբանությանը։ Փաստաբանը նաև մատնանշում է ֆինանսական կողմը։ Խնամատար համակարգը կարող է դիտվել որպես բյուջետային ծախսերի խնայողություն։ Իմ կարծիքով կան հատկանիշներ խնայելու բյուջետային միջոցները, քանի որ առնվազն մանկատանը պետք է ապահովել սնունդով, կոմունալ վճարումներով, բավականին ծախսատար է։ Ըստ այդմ կարծում եմ նաև, որ խնամատար ընտանիքների ֆինանսավորումը ավելի քիչ ծախսեր է պահանջում եւ գուցե պետության քաղաքականության մեջ կա նաև օբյեկտիվ պատճառներով խնայելու միտում։ Փաստաբանն ասում է, բարեխիղճ կամ անբարեխիղճ խնամատար լինելն ի վերջո կապված չէ խնամատար անձի հետ։ Երեխաների ազգականների մեջ կարող են լինել անբարեխիղճ մարդիկ, բայց ավելի վատ, որ խնամատարը հարազատ է։ Ժամանակին կարող է լուծել երեխայի խնամատարության հարցը եւ ոչ թե գումարի դիմաց։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։